9 июня 2011 года состоялось освящение фундамента церкви в городе Нораджин. Благотворителем строительства выступил Гагик Царукян. Этот факт подтвержден Армянской апостольской церковью. Более 15 лет поддержка студентам. Благотворительный фонд Гагика Царукяна регулярно вручает стипендии студентам Армянского государственного института физической культуры. Благотворительный фонд Гагика Царукяна ежегодно организует мероприятия по Всемирному дню студентов и оказывает поддержку молодежи. Помощь нуждающимся семьям. На официальном сайте фонда опубликован отдельный сюжет благотворительной помощи о социально незащищенным семьям. Это всего лишь малое из того, что делает фонд Гагика Царукяна. Я не прошу никого верить мне на слово, я всего лишь предлагаю факты. На протяжении многих лет через свой фонд он профинансировал строительство многих церквей, помогал студентам выплачивать обучение, выплачивал стипендии талантливой молодежи, поддержал малообеспеченные семьи, развивал спорт, финансировал спортивные школы, финансировал социальные и образовательные проекты по всей Армении. Все это подтверждается официальными видеоматериалами, которые принадлежат фонду. Все добро, которое было сделано для людей, тоже является частью истории. И если мы хотим быть справедливыми, то мы не должны молчать. Свободу Գագիկու Ծառուկյանը։ Բարեգործությունը, խիղճը, օգնությունը, բարությունը լրիվ ինձանից աշառանք է։ Իսկ ես իմ մայրիկից։ Բոլորն էլ գիտեն, եթե Ծառուկյանի հետ հանդիպեցինք, խնդիրն ասեցինք, ինքը կլուծի։ Որ մարդը այդ հույսով, հավատով հանդիպել է, ասում է, դիմում է, ուրեմն դու պարտավոր ես դա լուծել։ Ուրեմն ինքը դրա կարիքը ունի, դրա անհրաժեշտությունը ունի։ Իսկ դու որպես մարդ իրավունք չունես չօգնելու։ Այդ հնարավորությունը քեզ տրվել է։ Դու պատկերացրիր դա տեղը դու ես այդ հավատքով դիմում մարդին, որ ինչ որ մի քայլ կատարել է քեզ։ Քո հարցը լուծելու է։ Դա մեր բոլորի խնդիրն է։ Մենակ իմ խնդիրը չի։ Մի ծաղիկով գարուն չի գա։ Երկրաշարժի արհավիրքը վերապրած գյումրեցին ուշադրության պակաս չպետք է զգա։ Գագիկ Ծառուկյանն, ով մշտապես իր տեսադաշտում է պահում Գյումրին ու գյումրեցուն մտահոգող յուրաքանչյուր առանձնահատուկ կարևորություն է տալիս աղետի գոտու վերականգնման ծրագրերին։ Նրա ֆինանսավորմամբ հանրապետության երկրորդ քաղաքում բազմաթիվ խոշորամասշտաբ ծրագրեր։ Միայն հոգու համար բարությունը նույնն է, ինչ առողջությունը մարմնի։ Մեծ ու բարի սրտի տեր մարդն է, որ կարող է հոգ տանել դիմացինի մասին ու նրան երջանկացնելով գտնել իր երջանկությունը։ Գագիկ Ծառուկյանն ուզում է, որ այն ապրի ազոր երկրում, բարեկեցիկ երկրում, կայուն ու զարգացած երկրում, ուզում է, որ հայն ապրի խաղաղ երկրում։ Նրա կատարած յուրաքանչյուր գործի հիմքում այս ազնիվ մղում է, ուժեղ ու շենացող Հայաստան տեսնելու ցանկությունը։